Բարի երեկո, օրվա տեղեկատվության առաջինն է եթերում, դուք դիտում եք գլխավոր թողարկումը, այսօր ծրագրում։ Երևանում են Մինսկի խմբի համանախագահները, Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ։ Սևանանին չբարձրանում է առաջացիկ տեմպերով, ժամանակացույցից առաջ ընկնելով 7.5 տարի։ Այսօր տեղի ունեցել նախագահային առընթեր Սևանի հարցերով հանձնաժողովի նիստը։ Լռության օրից մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինը ընտրությունների եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին։ Հանրապետության ներքաղաքական կյանքը մտնում է համագումարների փուլ, ով ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին։ Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին ծրագիրը կմեկնարկի ապրիլից։ Նախագիծ պաշտոնականի մասին։ Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին, Ռոբերտ Բրատկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպան մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր։ Արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ ստանձնած պարտավորություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել են Ռուսաստանի արտգործնախարարության մի ներկայացուցչի կարծիք, թե իբր Ղարաբաղն իրենք ընդունում են որպես գրավյալ տարածք։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը հերքել է այդ լուրը։ Խորհրդարանում այսօր ճեպազրույցների օր էր։ Խմբակցությունները ներկայացնող падգամավորները խոսել են ոչ միայն քարոզիայում տեղ գտած հարցերից, այլև ներքաղաքական որոշ զարգացումներից։ Ով ինչ ձևաչափով կմասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Այս հարցն առայժմ մնում է դոմինանտ ներքաղաքական քննարկումներում։ Այս ֆոնին էլ տեղի են ունենում կուսակցական համագումարները, որոնք ենթադրվում է, որ կբերեն նաև կուլիսներում շրջանառվող հարցերի պատասխանները։ Սումգայիթյան տարելիցի օրերին ժառանգության քարտուղարի հորդորը մեկն է ուղղված երիտասարդներին, քարոզչական պատերազմում հաղթելու գլխավոր զենքն առավել տեղեկացված լինելն է, Սումգայիթն անցյալ չէ։ Այսօրվա մասին է եւ ապագայի։ Կոչ եմ անում ուղղակի փաստաթղթեր, եթե այդպես չեք զլանա, չեք ծուլանա, նայեք թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ճեպազրույցից հետո ժառանգության քարտուղարը շտապում է մասնակցելու կուսակցության համագումարին, ՕԵԿ-ի համագումարը վաղն է լինելու։ Խմբակցության ղեկավարը չի կարծում, թե համագումարին ընտրական ցուցակն արդեն կհրապարակվի։ Օրինակ երկիր կուսակցության համամասնական ցուցակում կլինեն լավ վարքագիծ ունեցող մարդիկ, աշխատող մարդիկ, ինտելեկտուալ մարդիկ։ Մարտի 8-ին ընդառաջ Վահան Հովհաննիսյանն անկեղծ խոստովանում է, դեմ չի լինի, եթե խորհրդարանի աթոռների կեսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն զբաղեցնեն, տղամարդ падգամավորները մեղք չեն, հարցրին լրագրողները։ Դուք եք այնքան գրելու բան կառաջանա։ Մեծամասնականից հրաժարվելու վերաբերյալ ընդդիմության առաջարկն ազգային ժողովը մերժեց, սակայն մեծամասնական ընտրապայքարում սպիտակ ձեռնոցով մի կողմ քաշվել Հոհիդան չի պատրաստվում, հիմա համամասնական ցուցակն է մշակում։ Ընտրությունը մրցակցություն է, մրցակցության մեջ չեն հարցնում, կարելի է ես արագ վազեմ, կարող եք պատկերացնել։ ՄԱԿ-ն ու համերաշխությունը միացան ԲՀԿ-ին, անակնկալներն արժևում են, նոր դաշինքների մասին ԲՀԿ-ն առայժմ փակագծերը չի բացի, հստակ է ցուցակը կկազմեն արդարության սկզբունքով։ Մարդը իր պատասխանատվության չափը եթե լրացնում է, կատարած աշխատանքի, եթե նա կատարում է, ուրեմն նա հայտնվում է ավելի առաջ։ Հանրապետական խմբակցության ղեկավարը համաձայն է տեսակետին, որ խորհրդարանի ընտրությունները որոշակիորեն կանխորոշեն նախագահական ընտրությունների ելքը։ Լավ կլինի, որ այդպես լինի, դա շահեկան է մեզ համար։ Եթե խորհրդարանական ընտրություններում արդյունավետ այդպես ելք ունենանք մենք, Արդյունավետ ելք Եվրոինտեգրման հանձնաժողովի ղեկավարն ակնկալում է Ֆրանսիայից։ Նախագիծը հակասահմանադրական չէր, որոշման պատճառը թուրքական լոբիի շահերի պաշտպանների գերակշռությունն էր։ Նաիրա Զոհրաբյանն արդեն խոսել է ֆրանսիացի գործընկերների հետ, վստահ է ամեն ինչ կսկսվի նորից։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ 20 տարի առաջ այսօրը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջև բարձրացվեց Հայաստանի նորանկախ ընտրապետության եռագույնը։ 1992 թվականի մարտի 2-ին բազմաթիվ հայեր հավաքվել էին հպարտությամբ դիտելու ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արարողությանը։ Հայկական պատվիրակությունն այդ ժամանակ գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Ռաֆի Հովհաննիսյանը։ Մեծ պատասխանատվության ու հպարտության օր էր 92-ի մարտի 2-ը, հիշում է Ռաֆի Հովհաննիսյանը։ Այսօր նա համոզված է, որ հաջորդ 20 տարիները լինելու են ավելի արդյունավետ, ավելի նպատակասլաց, իսկ նոր սերունդը պետք է նոր որակ հաղորդի մեր դրոշին։
Մեր դրոշակը երկար դարիներ կձածանվի, փառք Աստծո, որքան մագը կա, այնքան էլ Հայաստանը։ Բայց կարևորը որ մենք մեր դրոշակին որակ տանք ժողովրդավարության, քաղաքացու ազատության, պետական ինքնիշխանության, ազգային շահի եւ գիտակրթությունից մինչեւ մշակույթ եւ տնտեսություն մենք դառնանք առաջադար։ Իդեպ հենց այսօր տեղի ունեցել Ռաֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցության հերթական թվով 7-րդ համագումարը։ Ժառանգության նախագահը իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին, խոսել կուսակցության առաջիկա անելիքներից։ Խորհրդանական ընտրությունների մասնակցության վերջնական որոշումը կընդունվի մարտի 18-ին կուսակցության խորհրդի նիստում։ Իսկ ազատ դեմոկրատների եւ Ժառանգության առաջիկա ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ մինչեւ օրս շրջանառվող լուրերն հայտարարություն համագումարում այդպես էլ չի եղել։ Ժառանգություն կուսակցության համագումարին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր տարբեր քաղաքական ուժերից ու կազմակերպություններից։ Նրանց բոլորին հնարավորություն տրվեց հանդես գալ ելույթով, առաջարկից օգտվեցին նրանցից մի քանիսը։ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ երկու կուսակցությունների համագործակցությանը։ Նշեց, որ այն եղել է արդյունավետ ու համոզմունք հայտնեց, որ գործակցությունը կշարունակվի։ Կուզեի շատ կարևորել այն համագործակցության փորձը, որ արդեն կուտակել են դաշնակցությունը եւ ժառանգությունը համատեղ պարլամենտական եւ ոչ միայն համատեղ պարլամենտական, բայց նաեւ արտապարլամենտական գործունեության մեջ։ Մի կողմ թողնելով զուտ գործնական տարբեր օրինագծերի վերաբերյալ մեր համատեղ աշխատանքը, ես կուզեի շատ կարևորել մեր այսպես ասած համագործակցության դեբյուտը, որը ոչի շարժումն էր։ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ անդրադարձավ Ժառանգության եւ իր ղեկավարած կուսակցության հնարավոր համագործակցությանը, նշելով, որ ճիշտ է դեռ խորհրդարանում համատեղ գործունեություն չեն ծավալել, սակայն միասին երկար ճանապարհ ունեն անցնելու։ Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մի իրողություն, որ ազգային ժողովի ընտրությունները, բացի այն, որ համապետական ընտրություններ են, այլ նաև շատ պատմական նշանակություն ունեցող ընտրություններ են, այն առումով, որ կարող է հնարավորություն ստեղծել Հայաստանը տանել նոր ուղղությամբ։ Բանախոսներն իրենց ելույթում ներկայացնում են Ժառանգության անցած ուղին ու նշում, որ այն ունի իր կայուն տեղը Հայաստանի քաղաքական դաշտում։ Զարուհի Պոստանջյանը հայտարարեց, որ կուսակցությունը կանգնած է յուրաքանչյուր շարքային քաղաքացու կողքին։ Ելույթի ավարտին падգամավորը խոսքը փոխանցեց Ժառանգության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանին։ Նորանկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը նախ հիշեցրեց, որ 20 տարի առաջ այսօրը մեր երկիրը պաշտոնապես անդամակցեց ՄԱԿ-ին, ապա սկսեց շարադրել Հայաստան պետության ապագայի իր տեսլականը։ Ռաֆի Հովհաննիսյանի կարծիքով արտագաղթի անարդարությունների, սեփականության իրավունքի խախտումների ու անտարբերության մեղավորն ու պատասխանատուն մենք բոլորս ենք։ Պետական պաշտոնյան պիտի զուսպ լինի, ապրի մի փոքր ժողովրդի պես։ 5 տարի անխտիր նախագահից մինչև պատգամավոր, դատավոր, դատախազ, գործադիր թե օրենսդիր, պետք է միմիայն ծառայի ժողովրդին, պետք է համագարկը, որակը մեր պետության բոլոր ասպարեզներում փոխվի։ Քաղաքացիական ծառայությունը պետք է վերածվի անցին հասարակության մեջ ըստ գիտելիքների եւ կարողությունների բարձրացնող աստիճանագարկության, բացառելով հիմնազուրկ վերիվայրումները։ Իր ելույթում Ժառանգության ղեկավարն անդրադարձավ գրեթե բոլոր ոլորտներին, արտաքինից մինչև ներքին քաղաքականություն, տնտեսական միջավայրի բարելավումից մինչև գյուղացիական համայնքներին, աջակցություն ու կրթություն։ Կրթությունը պետք է վերածվի մարդուն քաղաքակրթելու առաքելության, իսկ դրվող գիտելիքները պետք է դարձվեն արդիական, ապահովելով գնահատման եւ իրացման ասպարեզ։ Կրթությունը այդ հիմնավորն է, որտեղ պետք է լինեն հավասար բادեություններ բոլորի համար, որտեղ խրախուսվում են հատուկ ծրագրեր, օդար լեզուները գադարելապես ուսուցվում են, օդար մշակույթներ եւ քաղաքակրթություններ։ Ժառանգության հիմնադիրն անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Ըստ Ռաֆի Հովհաննիսյանի Սփյուռքի ներուժը պետք է օգտագործել նորարար ստեղծագործ եղանակով։ Արևդրա արդյունաբերական բալատները նույնպես պետական ֆինանսավորմամբ Սփյուռքում եւ Երևանում, Հայաստանում պետք է նպաստեն հայրենիք Սփյուռք իրական համագործակցության զարգացմանը։ Ռաֆի Հովհաննիսյանի կարծիքով բոլոր փոփոխություններին կարելի է հասնել առողջ ուժերի համագործակցությամբ։
Համագումարի վերջում կուսակցությունն ընդունեց նոր Հայաստանի բանաձև, որտեղ անդրադարձ կա ազգային շահին, արտաքին քաղաքականությանը, դեպի եվրոպական ժողովուրդների ընտանիք Հայաստանի ինտեգրմանը։ Հայկ Հովհաննիսյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Լրագրողների հետ այսօր հանդիպել Պետրոս Մակեյանը։ Միայն ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսը կորոշի փոքրամասնություն կազմելու դեպքում մանդատները վայր դնել, թե ոչ։ Հանդիպմանն ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ժողովրդական հայրենի կուսակցության նախագահը։ Իսկ մինչ այդ անդրադառնալով կոնգրեսում առկա հակասությունների մասին լուրերին Պետրոս Մակեյանն ասել է, թե ՀԱԿ-ում մեկ խնդիր կար՝ ՀՀՇ-ի խնդիրը, այլ խնդիրներ չկան։ Պետք է կարողանանք համագործակցել մեր հիմնական ընկերոջ ժողովրդի հետ, ասել է Պետրոս Մակեյանը, ավելացնելով, թե հարկավոր է ժողովրդի հետ անկեղծ լինել։ Ես կարծում եմ Հայ ազգային կոնգրեսին վերագրել այդ երկպարակտումը ճիշտ չի լինում, որովհետև դա կարծում եմ կոնգրեսի մաս կազմող մեկ կուսակցության խնդիրներ, հայոց համազգային շարժման խնդիրներ, որը իրենց ներքին կուսակցության պրոբլեմներով ես չեմ ուզում ծավալվել։ Կոնգրեսում այլ երկպարակման խնդիր չկա։ Եթե մենք այս փորձությունը հաղթարենք ու հաղթարել ենք արդեն, կազմում եմ տեխնիկական խնդիրների, ցուցակների, մեծամասնական դաշտում գրանցվելու, մասնակցելու մասով, ՀԱԿ-ը այս փորձությունը կարող է լուրջ հաղթարել եւ լուրջ արդյունքներ տալ, եթե նորից եմ ասում, նախորդ հարցի պատասխանը մենք կարողանանք լուրջ երկխոսության մեջ մտնել մեր հիմնական գործընկերոջ ժողովրդի հետ։ Վարչապետ Սարգսյանն այցելել է Ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող Ռուսալ ընկերության կազմի մեջ մտնող Արմենալ գործարան։ Վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը հետևել են արտադրական պրոցեսին, ծանոթացել գործարանի հետագա ծրագրերին։ Հենց այստեղ էլ հրավիրվել է Հայաստանի մետաղագործական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն։ Անցած տարում մետաղագործական ոլորտի ձեռնարկությունները Հայաստանում ապահովել են 148 միլիարդ դրամի արտադրանք, արտահանվող ապրանքների 40%-ը։ Կառավարությունը նպատակ ունի այս տարի ոլորտից ստանալ ավելին, հատկապես որ դրա համար անում է ինչ պետք է։ Կառավարության 3 տարվա ջանքերից հետո օրերս Եվրամիությունը համաձայնեց մեր երկրի հետ սկսել խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին անդամակցության բանակցություններ։ Իսկ դա նշանակում է, որ այդ գործընթացում, եթե մենք արձանագրենք հաջողություն, ապա մեր տնտեսարողների համար կբացվի եվրոպական շուկան ամբողջությամբ։ Վարչապետի վերլուծությամբ կոնկրետ Ռուսալ Արմենալի համար սա նշանակում է ավելացնել շահութաբերությունը եւ կրճատել ծախսատարությունը, քանի որ ամբողջ ապրանքը Եվրոպայում կիրացվի։ Այստեղ գներն ավելի բարձր են։ Մոտավորապես նույն շարժառիթներն են մյուս ձեռնարկությունների համար։ Մասնագետները հաշվարկել են, որ եվրոպականը մեզ համար առավել նախընտրելի իրացման շուկա է, քան ամերիկյանը։ Անցած 2 տարում հենց բարձր գներն ու պահանջարկի աճն են նպաստել մեր երկրում մետաղագործական ձեռնարկությունների զարգացմանը։ Ոլորտի 28 ձեռնարկություններից 5 խոշորների ղեկավարների հետ խորհրդակցությանը վարչապետը նշեց, որ որոշելով զարգացնել արտահանումը, փորձագետների հետ միասին արդյունաբերության զարգացման ծրագիր են կազմել, որը ենթադրում է համագործակցություն մասնավորի հետ։ Այդ տեսակետից մետաղագործությունը իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ մի կողմից մենք տեսնում ենք, որ ինքը ունի աճի մեծ ներուժ, քանի որ մետաղագործական մեր ձեռնարկությունների մի մասը աշխատում են տեղական հումքի վրա եւ ամենակարևորը մետաղագործություն ունի շատ մեծ պոտենցիալ արտահանման համար։ Ներդրումները խթանելու համար արտոնություններ սահմանելուց բացի ոլորտի սեփականատերերին կառավարությունն առաջարկում է օգտվել նաև ազատ տնտեսական գոտիներից, այնտեղ շահավետ մթնոլորտ է նորարար տեխնոլոգիաներ ներդնելու համար։ Կառավարությունը պատրաստ է քննարկել բոլոր խոշոր նախագծերը, անել ավելին, իսկ այս խորհրդակցությամբ ուզում է իր համար առավել կանխատեսելի դարձնել գործարարների ներդրումային մտադրություններն ու մոտեցումները։ Արմինե Ուդումյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Հանրապետության նախագահի գլխավորությամբ 3 տեղի ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Նիստում քննարկվել է եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագիրը։ Նշվել է, որ Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ քաղաքական ասոցիացման պայմանագրի ստորագրմանը, որը սպասվում է 2013-ի ավարտին։ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ներկայացրել է 2012-13 թվականների միջոցառումների նախագիծը։
Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը որակական նոր փուլ է թևակողում։ 2010-2013 թվականների համագործակցության ծրագիրը բավականին ընդգրկուն է։ Իրականացվող 168 միջոցառումներն ըստ էության ենթադրում են բարեփոխումներ 6 ուղղությամբ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգության, արդարադատության ու մարդու իրավունքների ոլորտներում, մասնավորապես արդարադատության ոլորտում, ել ավելի կպարզեցվի եվրոպական երկրների միջև գործող վիզային ռեժիմը։ Մեր քաղաքացիները այլևս հարկադրված չեն լինի օրերով, ժամերով հերթ կանգնել Եվրոպական միության անդամ երկրների դեսպանատների առջև։ Լուրջ բարեփոխումներ են նախատեսվում քրեակատարողական համակարգում, մասնավորապես նվազ հասարակական հանցանքի դեպքում զանցանք կատարողը չի հայտնվի ճաղերի հետևում, այլ սահմանված պատժաչափի ընթացքում անձը խստորեն կվերահսկվի։ Նախատեսվում են փոփոխություններ նաև նվազ տնտեսական զանցանքների մասով, կկիրառվեն սանկցիաներ հասցված վնասի բազմապատիկի չափով։ Հայաստանն արդեն ավարտել է Եվրամիության հետ 22 կետից բաղկացած մեկ այլ տնտեսական համագործակցության շուրջ բանակցությունները, ընթացքի մեջ է խորը եւ համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Այս տարի կհաստատվի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, ինչը ենթադրում է նվազագույնի հասցնել բոլոր բյուրոկրատական քաշքշուկները, լուրջ ռազմավարություն է որդեգրվելու նաև քայքայի ճաղանդների դեմ պայքարի ուղղությամբ։ Հայաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որ կօգտվի Եվրամիության հռչակած ավելին ավելիի դիմաց սկզբունքից։ Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Բրյուսել, եւ ես վստահ եմ, որ դա նոր խթան կհանդիսանա Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցության մակարդակը խորացնելու համար։ Վահե Կոստանդյան, Հարություն Վարդանյան, Առաջին լրատվական։ Պաշտոնական մի հաղորդագրություն ևս նախագահ Սարգսյանը մարտի 5-ից 7 աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այցի շրջանակներում նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում։ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոկ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրամիության ընդլայնման եւ Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ։ Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Իդեպ Բրյուսելում Եվրամիության երկրները ստորագրել են բյուջետային դաշնագիր, փաստաթղթի տակ ստորագրել են միության 27 անդամներից 25-ը։ Մեծ Բրիտանիան եւ Չեխիան հրաժարվել են միանալ փաստաթղթին։ Պատճառն այն է, որ ըստ համաձայնագրի ստորագրված երկրների բյուջեի պակասոցը չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 1%-ը։ Այդ չափանիշն այսօր բավարարում է Եվրամիության միայն մի քանի երկիր։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում մնացած պետությունները հարկադրված կլինեն կրճատել սեփական ծախսերը։ Համաձայնագիրն այժմ պետք է վավերացնեն հավանություն տված 25 երկրների խորհրդարանները։ Եվրամիության առաջնորդները կարծում են, որ բյուջետային դաշնագիրը կօգնի վերադարձնելու ներդրողների վստահությունը եւ Եվրոպայի տնտեսությունը կփրկի ճգնաժամից։ Բացի այդ, Եվրամիության կանոնային գագաթնաժողովը որոշել է Հերման վան Ռոմպեյին թողնել միության ղեկին եւս 2.5 տարի։ Թեև քննադատությունները նրա հասցեին չեն դադարում։ 64-ամյա գործչից դժգոհ են ոչ միայն նրա գործունեության համար։ Շատերի վրա ազդում է նաև նրա անճաշակությունը։ Բրիտանացի խորհրդարանականներից մեկի կարծիքով հենց նա էր կանգնած Հունաստանի եւ Իտալիայի ընտրված վարչապետների հրաժարականի հետևում։ Իսկ պատշաճ հագնվել նա այդպես էլ չսովորեց, ավելացրել է անգլիացի պատգամավորը։ Իրանում այսօր նոր խորհրդարան են ընտրում։ Երկրի ղեկավար եւ հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին իրանցիներին հորդորել է ակտիվորեն մասնակցել քվեարկությանը եւ ինքն էլ շտապել է լինել առաջին ձայն տվողներից մեկը։ Իրանի միապալատ մեջլիսի 290 տեղերի համար պայքարում է պատգամավորության մոտ 3500 տեխնացու։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ավելի քան 48 միլիոն մարդ։ Երկու հիմնական ճամբարների, պահպանողականների եւ բարեփոխականների միջև այս անգամ քաղաքական դիմակայություն չի սպասվում։ Բարեփոխումների պաշտպաններն ու նրանց հիմնական կուսակցությունները փաստորեն հրաժարվել են մասնակցությունից, հայտարարելով, թե վստահ չեն, որ ընտրությունները թափանցիկ կլինեն։ Այս պայմաններում պահպանողականների հաղթանակը երաշխավորված է, որոնք ընտրություններին մասնակցում են բավական տպավորիչ դաշինքով։ Մյուս կողմից այդ դաշինքը երկփեղկված է, քանի որ այն բաժանված է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցների եւ քննադատների, ինչը եւ ընտրությունների գլխավոր ինտրիգն է։
Իրանի դեմ արևմուտքի քաղաքականության մասին այսօր խոսել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ զինված հակամարտությունը կանխելու համար։ Սիրիայում տիրող դրության վերաբերյալ Դաշնության վարչապետն ասել է, թե միջազգային հանրության կարծիքը ձևավորում են արևմտյան լրատվամիջոցները, մինչդեռ Սիրիայում տեղի ունենում բոլորովին այլ բան։ Վաղը Ռուսաստանում լռության օր է, իսկ հաջորդ օրը կկայանան նախագահի ընտրությունները։ Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերը բազմազան էին։ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական վիճակը, ռուս-ամերիկյան հարաբերություններ եւ հակահրթիռային պաշտպանություն, Իրան, Սիրիա եւ անգամ սպորտ։ Առաջիկա ընտրությունները դեռ չսկսված արտասահմանցիներին արդեն հետաքրքրում էր։ Արդյոք Վլադիմիր Պուտինը կմասնակցի 2018 թվականի նախագահական ընտրություններին։ Նրա մասին գործող վարչապետը դեռ չի մտածել։ Չգիտեմ, ուզում եմ 20 տարուց ավելի կառավարել, թե ոչ։ Դեռ չեմ որոշել։ Այժմ մենք խոսում ենք Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին առաջիկա 6 տարվա համար։ Ռուսաստանի նախագահի տեխնացուն դարձյալ նշել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է Մեդվեդևին նշանակել կառավարության ղեկավար։ Պուտինը հանգամանորեն է պատասխանել նաև Իրանի եւ նրա շուրջ ստեղծված լարվածությանը վերաբերող հարցերին։ Եթե Իրանի վրա հարձակում կատարվի, ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, հարցրել է ֆրանսիական Մոնդի խմբագիրը։ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա դա, պատասխանել է Պուտինը։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ոչ Իրանում, ոչ էլ Իրանի շուրջ զինված հակամարտություն չլինի։ Դա մեզ համար շատ բացասական եւ անմիջական հետևանքներ կարող է ունենալ։ Եթե մարտական գործողություններ սկսվեն, առաջին վտանգը փախստականների մեծ հոսքը կլինի ոչ միայն դեպի հարևան երկրներ, Ադրբեջան եւ Հայաստան, այլև տարածաշրջանի այլ պետություններ։ Կարծում եմ, ոչ ոք շահագրգռված չէ, որ իրավիճակը հսկողությունից դուրս գա, ավելացրել է Ռուսաստանի վարչապետը։ Միաժամանակ նա օտարերկրյա լրագրողներին հիշեցրեց լիբիական դեպքերը, թե ինչպես էին արևմտյան լրատվամիջոցները լռում, երբ ապստամբները դաժան հաշվեհարդար էին տեսնում խաղաղ բնակիչների հետ։ Լիբիային անդրադառնալով Պուտինն իրեն հարց տվողներին փորձել է պարզաբանել Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում, որը եւս արյունալի ընդհարումների ասպարեզ է դարձել։ Երբ բրիտանական Times 30 գլխավոր խմբագիրն ասել է, թե մարդիկ տեսնում են, որ այնտեղ ռուսական զենք է օգտագործվում, որին զոհ են դառնում խաղաղ բնակիչները, Պուտինը պատասխանել է. Ջեյմս, մարդիկ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին նայում են ձեր աչքերով։ Նրանք ամեն ինչ ընկալում են այնպես, ինչպես դուք եք ներկայացնում։ Մենք ջանում ենք առաջնորդվել ոչ թե ձեր գրածով կամ ցույց տվածով, այլ նրանով, թե ինչ է այնտեղ տեղի ունենում իրականում։ Ռուսաստանի վարչապետը ընդգծել է, Սիրիայի ներքին հակամարտությունում Արևմուտքն ըստ էության կանգնել է զինված ապստամբների կողքին։ Այդ պատճառով էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանն ու Չինաստանը դեմ եղան ամերիկացիների ներկայացրած որոշմանը, քանի որ այն պահանջում էր, որ սիրիական քաղաքներից դուրս բերվեն հատկապես կառավարական զորքերը։ Բայց այդ դեպքում անհրաժեշտ էր գրել, որ նաև զինված ընդդիմությունը պետք է իր խմբերը դուրս անի։ Այսինքն ինչ ենք ուզում, որ Ասադ իր ուժերը հեռացնի եւ զինված ընդդիմությունն այնտեղ մտնի։ Սա կշռադատված մոտեցում է։ 2 օր հետո Ռուսաստանում նախագահի ընտրություններ են, եւ այդ պաշտոնի բոլոր 5 հավաքնորդները փորձում են օգտվել ընտրողների համակրանքը շահելու իրենց վերջին հնարավորությունից։ Այսօր կեսգիշերին այնտեղ կսկսվի նախընտրական լռության օրը։ Լուսինե Կոշեցյան, Առաջին լրատվական։ Եվ շարունակելով հետևել միջազգային լրահոսին, Իրանի միջուկային ծրագրին առնչվող հետախուզական տվյալներն առանց աղմուկի հասնում են Իսրայել եւ Միացյալ Նահանգներ, իսկ տրամադրողը պարզվում է Ադրբեջանն է։ Այս բացահայտումն արել է World Politics Review ամսագրի գլխավոր խմբագիր Ռիչարդ Վայսը։ Նշելով Ադրբեջանի կարևորությունը արևմուտքի համար, ամսագիրը շեշտել է նաև, որ Հայաստանն էլ է լավ գործընկեր եւ Օբամայի վարչակազմը եռանդուն պետք է աշխատի Ղարաբաղյան նոր պատերազմը կանխելու համար։ Հակառակ դեպքում, ըստ Ռեգնումի մեջբերման, կտուժեն Միացյալ Նահանգների անվտանգությունը եւ էներգետիկ շահերը։ Իսկ կարող է արդյոք իսրայել-ադրբեջանական ծավալուն գործարքը Բաքվի արկածախնդրության դեպքում փրկել այդ նույն շահերը եւ իրականում ինչին է ունակ ծառայել իսրայելական զենքը։ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական ու ռազմական փորձագետների մեկնաբանությունները կընչեն մեր գիրակնօրյա թողարկմանը։ Շվեյցարական սննդամթերքի հիմնական մատակարար Nestle ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում։ Այս անսպասելի քայլի պատճառը Ադրբեջանի մաքսային մարմինների կոռուպցիայի խոշոր դեպքերն են եղել։ Շվեյցարական ընկերությունը որոշել է դադարեցնել բոլոր առևտրային հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ կասեցնել ապրանքների առաքումը այդ երկիր։ Մաքսային վարչությունը Ադրբեջանում իշխանության եւ վերահսկողության հանցավոր գործիք է, հայտարարել է Աջակցություն տնտեսական նախաձեռնություններին հանրային ասոցիացիայի նախագահը։ Ներտնտեսական բոլոր սուբյեկտները կառավարության վերնախավին են պատկանում եւ մասնավոր ընկերությունները ստիպված են համաձայնել նրանց խաղի
կանոններին, ասել է նա։ Փետրվարի 26-ին Ստամբուլում կազմակերպված հակահայկական ցույցի արձագանքները շարունակվում են։ Թուրքական Թարավ թերթի լրագրող Ռոնի Մարգուլիսը վստահ է, որ Խոջալույի զոհերի իշտակի ցույցն ընդհանրապես կապ չուներ Խոջալույի դեպքերի հետ։ Ցույցին մասնակցած Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարում էր, թե թուրք ազգը երբևէ անմարդկային առաջնետ չի գործել եւ աշխարհում արդարությունը կրողներից մեկն է։ Ինչ կապ ունեն Խոջալուն եւ նախարարի այս խոսքերը։ Ոչ մի, գրում է Մարգուլիսը։ Ըստ լրագրողի Հրանտ-Դինքի սպանությունից հետո երկրում սկսել են ավելի հանգիստ խոսել հայոց ցեղասպանության մասին։ Պետությունն էլ ստիպված կլինի դա անել, հետևելով հասարակությանը։ Մոտենում է 2015 թվականը եւ մինչ այդ հնարավոր է աշխարհում չմնա հայոց ցեղասպանությունը չճանաչած երկիր։ Էրդողանի կուսակցությունը փորձում է հակազդել հիմար եւ անիմաստ ջանքեր գործադրելով։ Ի վերջո հայոց ցեղասպանությունը ճանաչելու են եւ հայերից ներողություն են խնդրելու, վստահ է թուրքական թերթի լրագրողը։ Վերադառնալով ներհայաստանյան խնդիրներին, այսօր տեղի ունեցել նախագահի Նարընթեր Սևանալչի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստին հետևել է հանձնաժողովի նախագահի հանդիպումը լրագրողների հետ։ Վլադիմիր Մովսյանի տեղեկացմամբ Սևանալչի մակարդակը բարձրանում է առաջանցիկ տեմպերով եւ արդեն հավասարվել է 1963 թվականի մակարդակին։ Դա նշանակում է, որ Սևանը բարձրանում է ավելի արագ, քան նախատեսվում է։ Այլ կերպ ասած, պրոցեսն առաջ է գրաֆիկից մոտ 7.5 տարի։ 1900 մետր և 13 սանտիմետր սա Սևանի լճի մակարդակն է ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ, ճիշտ այնքան, որքան 1963 թվականին էր։ Համաձայն 2001 թվականին ընդունված օրենքների Սևանա լճի մակարդակը 10 տարում պետք է բարձրանար 216 սանտիմետրով, սակայն բարձրացել է 380-ով, սահմանված ժամանակացույցից առաջ ընկնելով 7.5 տարով։ Մենք հասել ենք 1963 թվականի Սևանի մակարդակին։ Սա լրջագույն ձեռքբերում է և գտնում եմ, որ այդ պրոցեսը պետք է շարունակվի։ Վերջին 10 տարիներին Սևանա լճի մակարդակը անընդհատ բարձրացել է, չի եղել մի տարի, որ նախորդ տարվա համեմատությամբ իջած լինի։ Սևանի հիմնախնդիրների լուծման ուղղված աշխատանքների իրականացման առումով հատկապես կարևոր էին վերջին 3 տարիները։ Հենց այս շրջանում է Սևանի մակարդակը բարձրացել միանգամից 126 սանտիմետրով։ Հանձնաժողովի նախագահ Հգոյը նաև լճից ոռոգման նպատակով բաց թողումների ցուցանիշից։ Պետք է տարեկան միջինը 170 միլիոն բաց թողնվեր, 10 տարիների միջինը բաց է թողնվել 157 միլիոն կամ 12 միլիոնով պակաս օրենքով թույլատրված չափականակից։ Դրա մեջ մտնում է նաև 2008 թվականի առավել մաքսիմում բաց թողնված է 302 միլիոն։ Այսինքն այստեղ էլ օրենքի պահանջները իրականացվել են։ Սևանի համար առաջնահերթ է ձկնային պաշարների վերարտադրության խնդիրը, ուղիները մի քանիսն են, արդյունքներն առայժմ ոչ բավարար, իրավիճակը բարդացնում են նաև ձկնագողերը։ Ունենք ահազանգեր լճից, որ բերում լցնում են ձուկը, մարդիկ կան, որ լավ էլ գիտեն որտեղ են լցնում, հետևում են, հետո այդ մանրաձուկն էլ սովոր է, որ եթե իրեն կերակրում են, նա հավաքվում է միտեղ, 1-2 օր հետո գալիս կերակրում են, ձուկը գալիս է, իրենք հավաքում տանում են։ Վերահսկողությունը ակնհայտ պետք է ուժեղացնել։ Այդուհանդերձ Սևանի լճում ձկները բարեբախտաբար վերարտադրվում են եւ արհեստական եւ բնական ճանապարհներով։ Հատկապես էնդեմիկ ձկնատեսակների արհեստական վերարտադրման բնագավառում հանձնաժողովը դրական տեղաշարժեր է արձանագրել։ Լճում ավելացել են իշխանի 2 գեղարքունի եւ ամառային բախտակ տեսակները։ Դա ինձ չի ոգևորում, ոչ էլ հրապուրում։ Ինչու, որովհետեւ դա արհեստականորեն իրականացված պրոցես է։ Բնականորեն ձուկը ձվադրման գնալու հնարավորություններ չունի, գետերը ապականված են, հուները խախտված են, հեկեր են կառուցված որոշ տեղերում, այսինքն այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք։ Լճի ջրի մաքրության եւ ձկնային տնտեսության վերականգնման խնդիրներն ըստ Վլադիմիր Մովսիսյանի ունեն պետական միջամտության կարիք։ Ջրածածկ կափամերձ տարածքների մաքրումը եւս հանձնաժողովն առաջնահերթ է դիտարկում։ Ներկայումս ջրի մեջ է 169 շենք շինություն, եւ եթե ջրի մակարդակը տարեկեսին բարձրանա մինչեւ 1900 մետր 50 սանտիմետր, ապա ջրում կհայտնվի եւս 328 շինություն։ Ջրի մեջ են նաեւ 340
47 հեկտար անտառներ, որոնք հանձնաժողովի նախագահի համոզմամբ հարկավոր է առաջանցիկ տեմպերով մաքրել։ Քաղցրահամ ջրի պաշարները բավական քիչ են աշխարհում, հետևաբար Սևանի վերականգնումը ոչ միայն ազգային, այլև միջազգային խնդիր է, ասում է բնապահպան Կարինե Դանելյանը, որպես ապագայի տեսլական մտաբերելով այն ժամանակները, երբ Սևանի թերակղզին կղզի էր։ Որպեսզի մենք կղզի գնայինք, այն ժամանակ փոքրիկ նավակով պետք է գնայինք այնտեղ եւ այն խորը մասերում նայում էինք մինչեւ հատակ երևում էր եւ երևում էր ձկները, երևում էր ամբողջ այնտեղ կենսաբազմազանությունը գնում գալիս էին եւ այդ լրիվ ծայրից ծայր դա ունիկալ լիճ էր, իրոք ունիկալ լիճ էր։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Ապրիլի 15-ից մեկնարկելու է մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին ծրագիրը։ Այսօր այն ներկայացնելով լրագրողներին սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն ընդգծել է, որ այս ձեռնարկը հաջորդում է մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրին, ու այն եւս գալիս է օգնելու երիտասարդ ընտանիքներին, հնարավորություն ստեղծելով մատչելի շուկայականից տարբերվող պայմաններով ավտոմեքենա ձեռք բերել։ Այս ծրագրի դրամագլուխը 2012 թվականի համար 500 միլիոն դրամ է։ Եթե երիտասարդ ընտանիքում ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65, ապա կարող են դառնալ ծրագրի շահառու ձեռք բերել Kia Motors ընկերության ավտոմեքենաներ 4 միլիոն 200 հազարից մինչև 7 միլիոն դրամ արժողությամբ, տարեկան 10% տոկոսադրույքով, 10-ից 20% կանխավճարով, նվազագույնը 7, առավելագույնը 10 տարի մարման ժամկետով։ Եթե մենք ձեր հետ միասին վերընթերցելու լինենք Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախընտրական ծրագիրը, այնտեղ կգտնենք հետևյալ դրույթը, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ ընտանիք պետք է հնարավորություն ունենա մատչելի եղանակներով ձեռք բերելու բնակարան եւ ավտոմեքենա։ Մենք ավարտում ենք բանակցությունները Կենտրոնական բանկի հետ միասին առևտրային մի շարք բանկերի հետ, որի արդյունքում ծրագիրը ապրիլ 15-ից կունենա իր մեկնարկը։ Այժմ առաջարկում եմ տեղափոխվել Սյունիքի մարզ, ավելի ստույգ Հայաստանի ամենափոքր քաղաք։ Պաշտոնական տվյալներով մեր երկրի ամենափոքր քաղաք համարվող Սյունիքի դաստակերտի բնակիչների թիվը մոտ 300 է։ Թեպետ այն քաղաք է, բայց բնակիչները խուսափում են այդպիսի համարումից։ Կյանքն իր առօրյական հոգսերով դաստակերտում ոչնչով չի տարբերվում գյուղականից, չնայած կյանքն այստեղ բավականին արագ է փոխվում։ Հայաստանի ամենափոքր քաղաքից պատմում է Աննա Ավետիսյանը։ 1, 2, այստեղ օրգանիզմս աշխատում է։ Ոչ միայն մարմնամարզություն, այլև աշխատանք 83-ամյա Նիկոլայ Ստեփանյանը բացահայտում է իր առօգության եւ առողջ լինելու գաղտնիքները։ 9 տարեկան ցել աշխատել եմ։ Կոլխոզում հասկ եմ հավաքել։ Քացել եմ գյուտանը։ Քացել եմ ջանք եմ պահել։ Կյանքի հիմնական մասը Նիկոլայ Պապն անցկացրել է Սյունիքի մարզի դաստակերտ համայնքում։ Նոր հորիզոնների փնտրտուքը երիտասարդության տարիներին նրան այստեղ է բերել իր ծննդավայր Տաթևից։ Հիշում է, հանքարդյունաբերության մեկնարկի հետ կապված այստեղ աշխատանքային եռուզեռ էր։ Ինքն էլ ընդգրկվեց բանավանի շին աշխատանքներում։ Ազատ բրիգադիր եմ աշխատել, պլոտիկ եմ աշխատել, քարտաշ եմ աշխատել, մինչեւ 74 թիվ Պղնձամոլիբդենային կոմբինատի, այնուհետև բուժգործիքների գործարանի փակվելուց հետո բանավանի աշխուժությունը մարեց։ Շատերը լքեցին բնակավայրը, իսկ Նիկոլայ Պապն իր ընտանիքի հոգսը հոգալու այլ ուղիներ գտավ։ Սկսեց լրջորեն զբաղվել անասնապահությամբ, մեկը երկու դարձնելու ցանկությամբ վարակելով նաև ընտանիքի մյուս անդամներին։ Նշնամ բուժ եմ դառնալու, որ հիվանդ կենդանիների բուժ եմ։ Գործի հիմնական ծանրությունն այժմ իր ուսերին է վերցրել թոռը, Արթուրը, սակայն Պապն էլ ձեռքերը ծալած չի նստում, օգնում է թոռանը թե գործով եւ թե խոսքով։ Մի կողմից խոտը, մի կողմից գարի, մի կողմից ոչխարը, մի կողմից կովը, մի կողմից խոտը, մի կողմից ձուկը, դաստակերտում թե երիտասարդ աշխատող չկա։ Ասում են նստենք, բերեն, նստեք նպաստ ստանաք։ Դաստակերտի բնակլիմայական պայմանները նպաստավոր են անասնապահության զարգացման համար, սակայն դժվարություններն էլ քիչ չեն։ Մանավանդ, որ տարիներ շարունակ համայնքը զրկված է եղել արոտներից, խոթհարքներից ու վարելահողերից, իսկ անասնակերը գնելու դեպքում անասնապահին չեն եկամուտ է մնում։ Այդ հարցում ստացել են կառավարության աջակցությունը, նշում է համայնքի ղեկավար Նաիրի Փիլոսյանը։ Պետֆոնդի հողերից համայնքին կատարված հատկացումը կխթանի այս ճյուղի զարգացումը։ Դաստակերտն այժմ ունի 35 հեկտար վարելահող, 17 հեկտար խոթհարք, 2233 հեկտար արոտ։ Սոլյուցիոն չկա, մարդիկ պատրաստ են աշխատելու, այսինքն այստեղ խնդրեմա անասնակերի խնդիրն է։
Ժամանակին 3000-ից ավելի բնակչություն ունեցած դաստակերտը քաղաքի տպավորություն է առաջացնում իր բարձրահարկ շենքերով, որոնք արդեն կիսախարխուլ վիճակում են, նաև համայնքի ղեկավարի խոսքով բնակիչներով, որոնց 70%-ը նախկին քաղաքաբնակներ են, Բաքվից տեղահանված։ Դաստակերտն իրականում քաղաք է, հանրապետության ամենափոքր քաղաքը, ընդամենը 338 բնակչով։ Գինեսի գրքում գրելու քաղաք։ Հիմի քրաս Երևան ասես դաստակերտ քաղաք։ Իդալմենտը մի մեծ քաղաք է դաստակերտ։ Չեն ասած ըստ ինչ քաղաք։ 2007 թվականից դաստակերտի հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում մոլիբդենի աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պղնձամոլիբդենային կոմբինատի գործարկման դեպքում խոստանում է աշխատանքով ապահովել մոտ 1000 մարդու։ Աննա Ավետիսյան, Մանվել Հովսեփյան, Առաջին լրատվական։ Այսօրի նշանհարգանքի և երախտագիտության մայրբուհում տեղի ունեցել պատմագետ գիտնական ակադեմիկոս Գալուստ Գալոյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Հավաքվածների թվում էին Գալոյանի մտերիմները, նախկին ուսանողներն ու երիտասարդ պատմաբանները։ Նրա հավաք ընկերները հիշել են ու պատմել գիտնականի կյանքից հիշարժան դրվագներ, խոսել նրա և մասնագիտական և մարդկային որակների մասին։ Իդեմս Գալոյանի և նրա գործընկերների, որոնք որ պատմագիտական դպրոց ստեղծեցին մանավանդ հայկական հարցի ուսումնասիրության տեսակետից, որպեսզի Գալուստ Գալոյանն էր 16-17-րդ դարերից մինչև 1923 թվականը հայկական հարցի այդ ամբողջ շղթան հրաշալի ձևով ներկայացրեց, շատ կարևոր է։ Մենք պարտավոր ենք սերունդներին դաստիարակել նաև մեր նախորդ ավագ սերնդի նկարագրով, կերպարով, նրանց ստեղծած աշխատություններով, որպեսզի կարողանանք այդ հզոր շղթան, որ մեզանում ստեղծվել է, շատ սահուն ձևով պահպանենք։ Այսօր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացել է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող կանաչ դպրոց նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ միջոցառումը։ Կանաչ դպրոց միջազգային նախագիծը իրականացվում է աշխարհի 43 երկրում։ Նախագծում ընդհանուր առմամբ ընդգրկված է 27000 դպրոցի 6 միլիոն աշակերտ և 40000 ուսուցիչ։ Հայաստանում նախագիծն իրականացվում է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության աջակցությամբ։ Նախագծի իրականացման աջակցել է նաև հիմնադրամի հիմնական գործընկեր Վիվասել MTS-ը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Ռուբեն Հայրապետյանը։ Ֆեդերացիայի նախագահը հիմնականում խոսել է Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ վերջերս Կիպրոսում անցկացրած ստուգողական հանդիպումներից, նշելով, որ ինքն ուրախ է հատկապես Սերբիայի հետ կայացած մրցավեճից, քանի որ փորձառու մրցակցի հետ խաղում մեր ընտրանու կազմում խաղադաշտ դուրս եկան հիմնականում անփորձ ֆուտբոլիստներ և շատ լավ առիթ էր ներկայացել նրանց գործի մեջ տեսնելու համար։ Ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատել նաև թիմի Նորեկ Արազ Օզբիլիսի խաղը, նշելով, որ իդեմ Արազի Հայաստանի հավաքական ունեցավ ևս մի բարձրակարգ ֆուտբոլիստ։ Խոսելով Սերբիայի հետ կայացած մրցավեճում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած Գրիգոր Մելիքսեթյանի մասին Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ գլխավոր մարզիչն ինքն է որոշում հրավիրողների ցանկը, տակտիկան և գործողությունները, իսկ ինքը որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պետք է հավաքականից հեռու պահի այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն համապատասխանում հավաքականին։ Մարզիչը հրավիրում է ֆուտբոլիստներ, մարզիչը հրավիրում է այն ֆուտբոլիստներին, ում ինքը ցանկանում է։ Եվ նա ազատ է այդ հարցում, դա իր իրավունքն է։ Մարզիչն է որոշում տակտիկան, մարզիչն է որոշում ով կխաղա մարզադաշտում, ով կլինի պայստանների նստանում, դա մարզիչի իրավունքն է։ Իսկ իմ իրավունքը նա է, որ այն ֆուտբոլիստը, որը չի համապատասխանում մեր ազգային հավաքականին, մեր այն հավաքականի փայլուն մթնոլորտին, որը այսօր ստեղծված է մեր ազգային հավաքականում, այն ընտանեկան ջերմ մթնոլորտը, որը կա այսօր մեր ազգային հավաքականում, ես երբեք թույլ չեմ տա, որ հավաքականի մարզաշապիկը կրելով անպատվեր մեր հավաքականը։ Դա մենակ մեր Գրիգոր Մելիքսեթյանը չի։ Այսօր մեկնարկել է Art-Expo 2012 ցուցահանդեսը, որում ներկայացված են նախորդ տարվա մշակութային կյանքի համապատկերը և այս տարվա ծրագրերն ու նախագծերը։ Չնայած թեմատիկ բազմազանությանը, այս տարի շեշտադրվել է հատկապես գրքի ու գրահրատարակչության թեման, բնականաբար գրատպության 500-ամյակին ընդառաջ։ Գրքի մշակույթը դարձել է այս Art-Expo-ի կարգախոսը։ Ցուցահանդեսին ներկա է նաև Հանրապետության նախագահը։ Art-Expo 2012-ի մասին տեսանյութը մեր եթերում կլինի վաղը։ Եվ այս թողարկման վերջում։
Հայաստան համահայկական հիմնադրամը 20 տարեկան է։ Հայաստանի երրորդ հանրապետության կենսագրության մեջ դա իհարկե պատկառելի տարիք է համարում։ 20-ամյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 235 միլիոն 800 հազար դոլար։ Հետհայացք հիմնադրամի անցյալի գործերին, ինչ է արվում այսօր, որն է այս համահայկական կառույցի երկարակեցության գաղտնիքը։ Հարցազրույցում հիմնադրամի գործադիր տնօրենն է Արա Վարդանյանին ես սպասում եմ այսօր 23:15-ին։ Մինչ այդ ժամը։ Բարի երեկո, ուղիղ 20 տարի առաջ այսօրը աշխարհը մեզ համար միանգամից մեծացավ, դարձավ մի հսկայական տարածություն։ 1992 թվականին մարտի 2-ին Նյու Յորքում այն ժամանակ մեր արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանը միավորված ազգերի կազմակերպության մեծ շենքի դիմաց բարձրացրեց Հայաստանի դրոշը փաստացի, հայտարարելով, որ տեր ենք աշխարհի մի մասնիկը դառնալու մեր որոշմանը։ Հեռավոր 1992 թվականին, երբ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, երբ բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, մնացել էին այդ փլատակների տակ եւ փորձում էին մի կերպ դուրս գալ դրանց տակից, մեջք ուղղել եւ աշխարհին ասել, որ տղերք, մենք էլ կանք, ումից ենք պակաս, մենք էլ ենք ուզում մաս կազմել քաղաքակիրթ աշխարհի, ահա այդ ժամանակ անդամակցությունը ՄԱԿ-ին որպես հրաշքի պես մի բան էր ընկալվում։ Հրաշքն էլ ավելի հրաշալի դարձավ, երբ միավորված ազգերի կազմակերպությունը գրկաբաց ընդունեց մեզ, որպես մինչև վերջերս այդքան հեռու թվացող աշխարհի լիարժեք մի մասնիկ։ Մենք ուրախացանք, հրճվեցինք, շնորհավորեցինք զմիմյանս, ապշելով միավորված ազգերի կազմակերպության սիրալիրության եւ գրկի բացվածքի լայնության վրա։ Такие люди, как в этом гостинице, я нигде не видел. Вот я простой шофер. Пришел, меня спрашивают, как ваша фамилия? Я говорю, Хачикян. Говорят, здравствуйте, товарищ Хачикян, очень рад вас видеть. Взяли вещи и поднялись сюда. Живите, говорят, представляете, а? Այ հետո արդեն տարիների ընթացքում մենք հասկացանք, որ ՄԱԿ-ը չկտրած ձմերուկի պես մի բան էր, երբ քոր գնում ու առնում ես տանում տուն, կտրում ու տեսնում, որ չէ, այն չի։ Ասենք, երբ արևմտյան կործանիչները առանց ՄԱԿ-ին բանի տեղ դնելու սկսեցին ռմբակոծել Եվրոպայի սրտում գտնվող Բելգրադը, հանկարծ հասկացանք, որ խնդիր կա։ Երբ մտան Իրաք, էլի հասկացանք, որ խնդիր կա։ Իսկ քանի որ մտնելու տեղերը շատ էին ու մինչև հիմա էլ մտնում են, ինչ որ բան այն չի, ընկալման process-ն էր շարունակվում։ Կամ երբ Վրաստանն ու Ռուսաստանը մի քանի օր շարունակ պատերազմում էին, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեղմ ասած պարալիզացված էր եւ ոչինչ չէր կարողանում անել, ոչ մի կերպ չէր կարողանում միջամտել արյունահեղությանը, նստած քննարկում էին։ Մինչ ռուս եւ վրացի զինվորականներն իրար էին սպանում, արանքում էլ խաղաղ բնակիչներ էին զոհվում, անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկում էին։ Հետո երբ հոգնում էին քննարկելուց, ի վերջո իրենք էլ են, չէ՞ մարդ, գնում թեյ էին խմում, մի քիչ հանգստանում ու էլի գալիս քննարկում։ Բայց մենք առանձնապես դեմ չենք։ Կառույց է միջազգային հեղինակավոր, անդամակցում ենք, մանավանդ որ ամբիոն է տրամադրում, ամբողջ աշխարհին մեր ասելիքը ներկայացնելու համար, կոպիտ ասած, ՄԱԿ-ը գործելու կամ нույնիսկ ասել խոսելու հնարավորություն է տրամադրում, ինչու չօգտվենք։ Մենք էլ մեկ-մեկ օգտվում ենք։ Заходи, если что. Ամեն դեպքում ակնհայտ է, որ որպես միջազգային անվտանգության քիչ թե շատ ընդունված մարմին ՄԱԿ-ը մեղմ ասած չի կարողանում արդարացնել իր վրա դրված պարտականությունները, մանավանդ այնպիսի իրադրություններում, որոնք անհապաղ լուծումների կարիք են զգում։ Դրանցից մի քանիսի մասին արդեն խոսեցինք, մի քանիսն էլ դեռ ընթացքի մեջ են, ասենք Սիրիայի խնդիրը։ Ինչ է արել ՄԱԿ-ը Սիրիայի հարցում այս երկար ու ձիգ ամիսների ընթացքում եւ ընդհանրապես ինչ գիտենք մենք այնտեղ ծավալվող իրադարձությունների մասին, բացառությամբ այն տեղեկատվության, որը տրամադրում են նույն արևմտյան լրատվամիջոցները։ Օրինակ, երեք պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները, որ ամեն կերպ աջակցում էին Սիրիայի ընդդիմությանը, անխանակ քննադատում երկրի իշխանությունների եւ հայտարարում, որ Ասադի օրերը հաշված են,
պատրաստում էին անգամ զենք մատակարարել աբսամներին, հիմա հանկարծ իրենց համար պարզվում է, որ իրենք չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում սիրիական ընդդիմություն կոչվածն ու ինչի հետ են այն ուտում։ Տիկին Քլինտոնը բաց տեքստով ասաց, որ Միացյալ Նահանգների իշխանությունները գաղափար չունեն, թե ինչ ասել է սիրիական ընդդիմություն։ Далеко мне спросили, слушай, говорит, кто он такой, этот потерпевший, куда он пошел? Я его, говорит, первый раз вижу. Համաձայն եք մի քիչ պարադոքսալ իրադրություն է։ Ամիսներ շարունակ Միացյալ Նահանգները մեծ հաշվով ամբողջ արևմուտքը ողջունում է Սիրիայի ընդդիմության գործողությունները, կոչանում ավելի ակտիվ լինել, աջակցում ինչով կարող է եւ հանկարծ հայտարարում, որ իրենք ընդհանրապես խաբար չեն, թե ում են աջակցում։ Իսկ միգուցե դա Ալ-Քաիդան է։ Բայց սա մեծ քաղաքականության մեջ, այսպես ասենք, քնարական զեղումների շարքից է, թեթև մրսածության պես մի բան, տակ կպահես կանցնի կգնա։ Մեծ քաղաքականության մեջ նման բաները մանուկ են, այնպես, ինչպես ասենք, որոշ երկրների համար Եվրատեսիլին մասնակցելը։ Շատ ծիծաղելի բան է պարզվել շատ։ Մենք օրինակ մինչև հիմա գիտեինք, թե Եվրատեսիլը առավելապես երիտասարդ երկրների մրցույթ է։ Ամենայն դեպս մինչև հիմա այդ մրցույթին բացառությամբ 1-2 միջին տարեկի դեմքերից միայն երիտասարդներն էլ մասնակցել են։ Բայց քանի որ Մեծ Բրիտանիայի համար ամենայն հավանականությամբ մասնակցությունը Եվրատեսիլին վերնշված մանր-մունր խնդիրներից է, այդ երկրում առանձնապես չեն էլ խորացել ում ուղարկել, ինչու ուղարկել, այն էլ Բաքու, եւ ինչ ընկել է ձեռքների տակ, այն էլ ուղարկել են Էնգելբերտ Համպերտինգ։ Սա այն մարդու անուն ազգանունն է, որը Բաքվում Եվրատեսիլին ներկայացնելու է Մեծ Բրիտանիային։ Իսկ հիմա ամենակարևորը, Էնգելբերտ Համպերտինգը ուղիղ 75 տարեկան է։ Ժամանակին, երբ մեզանից շատերը դեռ ծնված էլ չէին, Էնգելբերտը երկար բակերով այն ժամանակվա համար գլամուր սանրվածքով երիտասարդ էր, ու մեր մեջ ասած լավ էլ երգում էր։ But the love we had was going strong. Through the good and bad we get along. And then the flame of love died in your eye. My heart was broken too when you said goodbye. Ինչ որ շատ տարածվեցինք միավորված ազգերի կազմակերպությունից հասնելով Բաքվի Եվրատեսիլին։ Բայց քանի որ այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ապա զարմանալի որևէ բան չկա։ Եվ վերջում առաջարկ ունեմ։ Բաքվի Եվրատեսիլին առաջարկում եմ քվեարկել հենց Էնգելբերտի օգտին։ Համայնպես մենք մեր ջերմ վերաբերմունքը գործով կվերահաստատենք տարեցների հանդեպ, ամել կնպաստենք, որ հաջորդ տարվա Եվրատեսիլը Լոնդոնում լինի, ու մեր մասնակիցը Լոնդոն գնա, թե չէ Բաքու մաքու, լուրջ չէ։ Առողջ եղեք։